հայրիկը իր խում էր, տենց ամեն օր վեճեր, կռիվ, բայց ինչպես ավանդույթին համաձայն ես մտածում էի, որ գնացել եմ, ընտանիք եմ կազմել, պետք է մնամ, դա էլ է պետք ընտանիքում, երբ որ կռիվ, բռնություն, ինքը անգամ եղբայրներին էլ էր խանդում, Եղեցյան ընթացքում էլ է բռնություններ եղել, անգամ այն աստիճան, որ վիժուան վտանգ ա եղել, հիվանդանոց եմ գնացել, տեղեր եմ նշանակել, ու փառք Աստծո այսօր Նանեն կա։ Նանեն ծնվեց, ավելի բարդացավ, արդեն ոչ թե ես միայն իմ կյանքի համար էի պատասխանատու, ոչ թե մենակ իմ կյանքն էր վտանգված, այլև աղջկաս։ Հրել, հարվածել 3 ամսական երեխային։ Ես այդ բանին որոշեցի, որ դա միակ ճիշտ լուծումն է, որ իմ երեխան չմեծանա այն մթնոլորտում, որով ես եմ մեծացել։ Սկզբում երեկոյան ուզեցել եմ դուրս գամ, չեն թողել։ Կսպանեմ, քեզ էլ, երախունել, դու առանց ինձ ոչ մեկ ես, դու ոչ բան չես կարող անես, դու շատ փոքր ես, որ ես տնից գնաս առհասարակ, ու այդպես լիքը բառեր։ Տենց ես էլ որոշեցի մի փոքր խորամանկություն անել, ասացի, որ չեմ գնաս այլավ։ Ես անգամ էլ եմ ներում։ Երբ որ բոլորը քնած են, ես առավոտյան փախա։